Պաշտոնանկությունները կշարունակվեն։ Հարցը ես պատահական չհնչեցրի, թե արդյոք սեպտեմբերի 23-ից առաջ ոստիկանությունը հերթապահություն իրականացրել է, թե ոչ, մի փոքր կասկածելի է, թե ոստիկանությունը շարունակել է իրականացնել հերթապահություն։ Դեպքի օրը սեպտեմբերի 23-ին, 23:52-ին ներքին գործերի նախարարություն ոստիկանություն ահազանգ է ստացվել։ Ծառայություն իրականացնող ոստիկանները, մասնավորապես Վալոդյա Գրիգորյանի առանձնատան մոտ, Մհեր Ախտոյանի եւ Հայրական տան մոտ ծառայություն են իրականացել, կրակոցի ձայներ է լսվել, 18 պարկուճ է հայտնաբերվել։ Դուք սկզբից կարծում եմ իմ ասածը ճիշտ չեք ընկալել, դրա համար արդեն հարցը սխալ է ձևակերպվում։ Ես չնշեցի, որ մինչև օրս հենակետեր են եղել։ Հենակետեր եղել են այս տարվա ընթացքում ամիսներով, բայց վերջին շրջանում հստակ օրը այս պայն չեմ կարող նշել, բայց ամիսներով եղել են նաև հենակետեր, բայց կներեք, կանխարգելիչ գործողությունները միայն հենակետեր տեղադրելը չեն։ Ես նշեցի, որ տասնյակ անգամներից ավելի ինֆորմացիաներ ենք ունեցել, որ ինչ որ հատվածում պետք է հավաքվեն, միջանձնային հարցերի շուրջ պետք է ինչ-որ պարզաբանումներ անեն, տեղում գնացել ենք, եղել է դեպքեր, որ հենց տեղում են հայտնաբերվել եւ ներկայացվել բաժին, եղել է նաեւ, որ կանխվել է անգամ չեն հասել իրենց նախապես որոշած դեպքի վայրը։ Թույլ տվեք այդ հարցին չպատասխանեմ։ Դեպքի օրը գյուղում պահակակետ եղել է։ Ոստիկանական անշարժ պահակակետ չի եղել։ Եղել են շրջիկ ծառայություններ, եղել են ոստիկանական բոլոր ծառայություններ։ Պարոն Սարգսյան, գիտեք ինչ է զարմանալի, որ ախտոյանները հայտ մարդիկ իրենց անուն կապում են քրեական, կրիմինալի հետ, քրեական հեղինակությունների հետ հարաբերություններ ունենալու հետ։ Տեսնում եք իրավապանները մտնում են, չգիտեմ, ընկերություններ, օրինակ Տաշիր գրուպ եւ այլն խոզարկություններ են անում, բայց մեկ օր չեք մտել ախտոյանների հետ, օխյանների բնակարան, զենք փտրեք, ինչ որ չգիտեմ, ապուրինի ինչ որ բան, այդպիսի մի բան։ Ձեր նշած անձանց հետ կապված կարող եմ ասել, որ մի քանի անգամ ապօրինի զենքզինամթերք պահելու կասկածանքով բերվել են ոստիկանության վարշապատի բաժին։ Գտնվել են այդ զենքերը, թե ուղղակի իմ տեղեկություններով չի հայտնաբերվել։ Պարոն Սարգսյան, կասկածյալի ձերբակալումից հետո շարունակում են օրինակ հարցակումությունները, մարդիկ ինչ որ Այո, ակտիվ շարունակում են բացահայտման աշխատանքները, դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Պաշտոնյաներ կան նրանց թվում, օրինակ падգամավորներ, նախարարներ կան հարցակնվողների շարքում։ Հնարավոր է կապել լինեն անձնական։ Ես թույլ տվեք նախաքննության շահերից ելնելով չեմ մանրամասնել։ Պարոն Սարգսյան, եթե իհարկե նախաքննության շահերին չի վնասում եւ կարող եք այդ տեղեկատվությունը հրապարակել, քանի որ կասկածյալ կա ձերբակալված արդեն, պարզ է, հայտնի է, թե կրակելուց հետո տվյալ անձը որ ուղղությամբ է գնացել, ուր է գնացել, ինչ է արել։ Շատ հանգամանքներ կան պարզված, որ կրկին կարող եմ ասել, բացահայտման աշխատանքների չխոչընդոտելու համար չեմ կարող ուղղակի հայտնել։ Հարևանի բակով է անցել Չեմ այդ հարցին պատասխան չտա։ Լրագրողը լուսաբանում էր, ինչպես նաև հարցեր էր ուղղել արդեն ձերբակալված անձին, շատ եղան այսպիսի քննադատություններ, որ ոստիկանության համակարգը ներքին գործերի նախարարությունը փնթի է աշխատում, երբ լրագրողը կարող է մոտենալ եւ ձերբակալված մեքենա նստեցված անձին նկարել եւ հարցեր տալ։ Ձեր պնդումը բացարձակ պնդում նաև նշեցիք բացարձակ հիմնազուրկ է, որովհետև ոստիկանությունը պատշաճ պահպանել է թե դեպքի վայրը, թե խուզարկության ուրեմն վայրը, դուք պետք է իմանաք, որ թե դեպքի վայրը, թե խուզարկության վայրը իրականացնում է քննիչը եւ ձեր հարցի հասցեատերը ես չեմ ուղղակի։ Պարոն Սարգսյան, այս ամենը ամփոփելով չի ստացվում, որ ոստիկանությունը փետրվարից այս կողմ այդ միջոցառումները կիրառելով այնուամենայնիվ պարտվել է եւ ձախողվել, որովհետեւ ի վերջո այդ վենդետան տեղի է ունեցել։ Ես, ինչպես իմ խոսքում բազմիցս նշեցի, վեր են հանգում խնդիրներ եւ խնդիրների դեպքում տրվում են լուծումներ։ Եվս մեկ անգամ նշեմ, մարզում միջանձնային կոնկրետ հարաբերությունների հետ կապված խնդիր բարձրաձայնվել է ներքին գործերի նախարարի կողմից եւ դրան հետեւել են պաշտոնանկություններ, նոր նշանակումներ։ Իմ նշած անձինք Վաղաշապատի համայնքային ոստիկանության Վաղաշապատի բաժնի պետը Պարեկային ծառայության գումարտակի հերոմատարը բառացիորեն օրերը որ նշանակվել են։ Եվ չի ստացվում, որ ոստիկանությունում հնարավոր է լինեն այնպիսի աշխատողներ,
որոնք պարզապես միջին օղակա ոչ թե բարձր այդ օպերատիվ տվյալներ հավաքողները եւ այլն չկատարեն իրենց աշխատանքը կամ սերտաճած լինեն մյուս կողմի հետ, որն էլ բերի նման իրավիճակի։ Նաիրա ջան, եթե նման մի անգամ փոքր տեղեկություն դուք ունեք, մենք խնդրենք մեզ փոխանցեք, եթե լինեն, վստահեցնում եմ ձեզ, նման ծառայողը շատ արագ ենթարկվելու է պատասխանատվության։ Ես եթե կրկնվող հարցեր են ավարտենք, էլի։ Շնորհակալություն։